այսօր ես որոշեցի լուսաբանել ուժեղ Հայաստանի հանդիպումը ընտրողների հետ Երևանում Շենգավիթ համայնքում ենք։ Հիմա տեսնենք, թե ինչ են առաջարկում ուժեղ Հայաստանի ներկայացուցիչները։ Փոփոխություն վանկարկումներով, փոփոխություն բերելու խոստումներով ուժեղ Հայաստանի ներկայացուցիչները այս պահին շրջում են Շենգավիթ համայնքում։ Ներեք, ինչպես է կոչվում այս թաղամասը։ Ղրեր ասած է։ Ղրեր է սա։ Ինչու է կոչվում ղրեր, օրինակ ես միշտ ուզել եմ իմանալ։ Ստե sense կլոր քարեր է, էլի, ոնց որ քարատ տեղ։ Դրա համար կոչվել է ղրեր։ Մինչև այսօր ասում եք ղրեր։ Այո, մինչև այսօր։ Կարծես այնքան բարեհունչ չէ, բայց պահում եք այդ անունը։ Դուք ղրերի բնակիչ եք։ Այո։ Շնորհակալություն։ Այստեղ արդեն եղել են ուրիշ կուսակցություններից մարդիկ։ Չէ։ Չէ, առաջինը Նարեկ Կարապետյանն է։ Այո, ահա, խնդրեմ։ Ոչը չլնեն։ Լուչը ոչ մեկ չլնեն, Նարեկի կահել։ Դե, Քարոզ Արշավը նոր է սկսել, մյուսներն էլ կգան, ահա, այսպես, այստեղ ղրերում, ներողություն, որ ես պետք է այդպես ասեմ, որովհետև կարծես թե դա է ոչ պաշտոնական անունը, սեղան են գցել։ Մենակ եղելն ենք իրար հետ ու դեպի աղբերը։ Շնորհակալ եմ շատ։ Ես թաղամասը մի ընտանիքի պես եմ, բոլորս։ Բոլորն էլ մեր հետ են։ Շնորհակալ եմ, որոնց մեծ փոփոխություն իրար հետ բերել Իհարկե։ հայրենիքում։ Ժողովուրդ ջան, փոփոխության համարը Փոփոխության կենացը։ Եկեք, մոտիկացեք։ Ժողովուրդ ջան, մոտիկ եկեք էլի։ Աղջիկների։ Ռոմ։ Սեփական սեկտոր ունեցող հատվածն է, որտեղ հիմնականում տներ են, շենքեր չեն, այստեղ որ դες խնդրենք գնանք, քարոզարշավ կատարենք եւ վերջում գնանք ժողովուրդ ջան, հանրահավաք լինելու ժամը 7-ին, նաեւ Նարեկ Կարապետյանն է իր խոսքը ասելու, ցանկացողներին խնդրենք գան ներկա լինենք, քարոզարշավից հետո լինելու է հանրահավաք։ Սպասումով հունիսի 8-ին Աստված առաջ։ Փոփոխությունը սկան բոլոր մեր ազգը։ Այսպես փոփոխության կենացը խմեցին եւ գնում են ներկայացնելու, թե ինչ փոփոխություններ են խոստանում։ Ուժեղ Հայաստանի սոցիալ-տնտեսական փոփոխությունները ծրագրային ես նույնպես կետ առ կետ կներկայացնեմ։ Փոփոխություն հնարավոր է միայն Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ։ Եվ այսպես ինչ է առաջարկում ուժեղ Հայաստանը։ 300,000 նոր աշխատատեղ, 0% հարկ փոքր բիզնեսի համար, 20%-ից ավելի էժան դեղորայք, բերքի երաշխավորված մթերում, 20,000 մատչելի բնակարան պետական աջակցությամբ, թոշակների ավելացում ամսական 12,000 դրամով, բժիշկների և ուսուցիչների աշխատավարձերի բարձրացում, մարզերում տարեկան 25%, Երևանում 20%։ Տարբեր են մարդիկ, կամ որ ողջունում են, կամ որ պատուհանա դժգոհությամբ փակում են։ Քարոզ Արշավ է։ Շարունակեմ ներկայացնել սոցիալական ծրագրերը, որոնք նախատեսում է իրականացնել ուժեղ Հայաստանը։ 0% ծայրահեղ աղքատություն Հայաստանում, այսինքն աղքատության իսպառ վերացում, գործնականում անվճար կրթության հնարավորություն ուսանողներին, տարեկան 1000 բնակարան 50% զեղչով
զինծառայողների համար։ Ժամկետային զինծառայողներին ամսական 40,000 դրամին համարժեք աշխատավարձի ապահովում։ Տուրիզմի ոլորտում կիրականացվի 1 միլիարդ ԱՄՆ-դոլարի ներդրում, մարզերում սպորտի և զարգացման կենտրոնների հիմնադրում։ Սրանք հիմնականում տնտեսական և սոցիալական առաջարկներն են, որոնք ներկայացնում է Ուժեղ Հայաստանը այսօր Շենգավիթ համայնքի բնակիչներին։ Կատուն փախավ։ Ես հենց Կարապետյանն էլ ընտրելու եմ, ես։ Շատ լավ։ Հաստատ, հանդոյ։ Պետք է խոստովանեմ, որ ես երբեք չեմ եղել այս թաղամասում, գրելում չեմ եղել։ Նույնիսկ բազմաթիվ քարոզարշավներ լուսաբանելիս ինձ, այսպես ասած, առիթ չեմ ունեցել լինելու գրելում, առաջին անգամ եմ գրելում։ Լավն է ձեր թաղամասը։ Շատ, բարի մարդկանց։ Բարի մարդիկ են այստեղ ապրում։ Ես տեսնում եմ պատմվածներից հիմնականում Խնդրեմ, ովքեր ուզում են Երևանում հենց Արագիլ տեսնել, կարող են գալ Ղրեր։ Արագիլներն են հետաքրքրությամբ նայում։ Չգիտեմ ինչքանով եմ կարողանում նկարել, բայց այնպիսի հետաքրքիր հայացքով են արագիլները նայում։ Դա հետաքրքիր է։ Ես չգիտեի, որ այստեղ կարող եմ տեսնել նաև արագիլների ընտանիք։ Ինչպիսի մի կատու տեսա, փախավ աղմուկից եւ ահա արագիլներ։ Եթե արագիլները այստեղ բույն են հյուսել, ուրեմն իրոք Ղրերում ապրում են բարի մարդիկ։ Շատ հզոր թմբուկներ են բերել, ճիշտն ասած դժվար է։ Այստեղ նոր թիմ միացավ։ Երթը մեծացավ։ Վարորդները ուրախությամբ են արձագանքում, ժպտում են, ողջունում են ձեռքով, վերցնում են թերթիկները։ Նարեկ Կարապետյանը շատ դրական տրամադրությամբ, ժպիտով, այսպես բարի մթնոլորտում այս փողոցային հանդիպումները անցկացնում է։ Հարուսական թերթիկները ժպիտով չպարտադրող այսպես բարի մթնոլորտ է այս քայլերթում տիրում։ Ասում եկոն անցան, ասում այդ մենք ոսի են բանը ձակիտ որ բանը Ուղղակի ամեն րոպե նրա դեմքին ժպիտ է եւ դա մարդկանց իհարկե ինչ խոսք դուր է գալիս։ Հետաքրքիր է, որ ես չեմ նկատում այստեղ այս քարոզարշավին բնորոշ այդ նյարդային իրավիճակը։ Բացի նրանցից, ովքեր արդեն այս եկել էին քարոզարշավի, այսպես մարդիկ արելացան։ Մեր երկրին պետք են իրական փոփոխություններ եւ այն փոփոխություններ բերողը լինելու է մեր հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը։ Դրա համար բոլորս հունիսի 7-ին գնում ենք ընտրատեղամաս
Եվ քվեարկում հանում փոփոխությունների։ Իսկ փոփոխությունների թիվը քվեաթերթիկում երրորդն է։ Փոփոխությունների համար 3 Փոփոխությունների համար 3 Տանկային ժամը ավարտվել է։ Մարդիկ իրենց բակերում հավաքվել են, թերթիկը վերցնելուց հետո ընթերցում են։ Ձեզ ծանոթ է Սամվել Կարապետյանի առաջարկները ծանոթանում եք։ Մենք այդ ձայնի իրան լիչն իմ ընտանիքով։ Այդպես նկարեք քցեք բաց։ Ոչ մեկից չեմ վախենում։ Ոչ մեկին չեք ընտրելու։ Ոչ մեկից չեմ վախենում։ Ինչու պետք է վախենաք, դուք իրավունք ունեք։ Ընտրությունները հենց դրա համար են, որ մարդիկ Ձենը տալիս եմ իրան։ Շատ լավ։ Շարունակում ենք։ Քայլ երթեմ։